Քաղաքի աղմուկում կամ մութ շշուկներում ցերեկ թե գիշեր ընդմիշտ իմ սրտում Արժանի գնահատական ամսվա լավագույն գոլի հեղինակին Fastex Premier League-ի բացառիկ հեռարձակող Fast TV-ն սահմանել է մրցանակ Հայաստանի առաջնությունում յուրաքանչյուր ամսվա լավագույն գոլի հեղինակի համար։ Րոպե նրանց կհայտարարվի Fast TV Goal of the Month մրցանակի օգոստոս ամսվա հաղթողի անունը։ Fastex Premier League-ի նոր մրցաշրջանից ունենք նոր մրցանակ Fast TV ամսվա գոլը։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը մեծ էկրաններին։ Եվ Արարատն է հակագրոհում Մեյտեփ, որոշում է հեռվից արվածել և գոլ! Եվ հիմա մրցանակը Արարատի ֆուտբոլիստ Ադամա Մեյտեին դանցի Fast TV մեկնաբան Արամ Սահակյանը։ Ինձ իսկապես հաճույք պատճառեց իմ հեղինակած գոլը, ինձ մոտիվացրեց այն։ Բացի դրանից ես շնորհակալություն հայտնեցի թիմին գոլում իրենց մասնակցության համար։ Արդյոք իմ գոլը լավագույնն էր։ Այո, այն աշխարհում լավագույնն է։ Այո։ Երբ խփեցի այդ գոլը, ես վստահ էի, որ ստանալու եմ ամսվա գոլի մրցանակը։ Համոզված էի, քանի որ իսկապես շքեղ գնդակ էր։ Ես հպարտ եմ։ Հայաստանի առաջնությունը շատ բարձր մակարդակ ունի։ Այն մեծ փորձ է տալիս։ Ստիպում է աճել որպես ֆուտբոլիստներ, պայքարել, ամեն խաղում առավելագույնը ներդնել խաղադաշտում։ Ճիշտ է, որ Արարատը այս մրցաշրջանում դեռևս հաղթանակ չի տարել, բայց սա ֆուտբոլ է։ Մենք հիանալի թիմ ունենք։ Իհարկե դեռ որոշ բաներ մեզ պակասում են եւ իրավիճակը շտկելու համար պետք է շարունակենք աշխատել, որպեսզի հաղթանակները գան։ И вот, наконец, последняя игра с «Зенитом», которая должна была дать ответ, станем мы чемпионами страны или нет. Ребята наши вышли, настроившись на игру. И вот первый мяч, который великолепным ударом метров с 20 забил капитан команды Ганес Заназанян. Затем через некоторое время великолепный проход Назара Петросяна завершился ударом головой Маркарова. Счет стал 2-0. Однако ленинградцы не думали складывать оружие. И вот первый мяч влетает в ворота Абрамяна от ноги Николаева. Затем великолепным ударом Зинченко отправляет второй мяч в сетку наших ворот. Счет стал 2-2. Судя по трибунам, которые притихли, нам очень хотелось закончить этот матч победой, чтобы доставить настоящую радость, настоящий праздник нашим болельщикам. Все-таки третий долгожданный мяч, нужный мяч для победы.
Летел, ворота пройдены. Вот 3-2, победа Арарата. Ереванский «Арарат» стал 6-й командой нашего футбола, которой удалось сделать золотой дубль, завоевав в один сезон и золотые медали чемпионата СССР, и Кубок Советского Союза. Не будет преувеличением сказать, что тот Арарат 73-го сделал для прославления армян во всем мире больше, чем кто-либо. Успехи ереванцев, успехи лично Симоняна обсуждали везде, где только возможно. Даже тогдашний католикос всех армян Вазген I отмечал, что вся Армения гордится тем, что наша команда стала первой в Советском Союзе. Արլեամն իր բնական բարձրորակ արտադրանքով լի առողջ զամբյուղ է հավաքել այն ֆուտբոլիստի համար, ով առողջ ապրելակերպի օրինակ է բոլորի համար։ Ով է նա։ Վոլոդիա Սամսոնյանը Հայաստանի առաջնության մեկնարկից սկսած մասնակցել է Արարատի բոլոր հանդիպումներին առանց փոխարինվելու, իր դիմացկունության շնորհիվ նվիրվելով խաղերին մինչև վերջին րոպեն։ Որն է նրա գաղտնիքը։ Ես ընդհանրապես շատ էի սիրում մարզումներից դուրս առանձին մարզվել եւ փորձում էի շատ ճանաչել իմ մարմինը եւ ժամանակի ընթացքում հասկացա, որ դրանք ինձ օգնում են նաեւ խաղերի ընթացքում։ Ընթացիկ մրցաշրջանում այո մասնակցել եմ իմ թիմի բոլոր հանդիպումներին, բոլոր խաղերում անցկացրել եմ 90 րոպե եւ դրանում ինձ իրոք շատ են օգնել մարզումներից դուրս անհատական մարզումները ինձ շատ են ասել, որ 90 րոպե կարող եմ խաղալ նույն ֆուտբոլը եւ առանց սխալների գրեթե։ Վազքային վարություններին շատ ժամանակ եմ հատկացնում, քանի որ դրանք ինձ շատ են օգնում ֆիզիկական վիճակս բարելավելու համար եւ խաղերին երկար ժամանակ կարողանամ հանդերձ գալ առանց փոփոխությունների։ Հիմնականում վազում եմ երկար տարածություններ, օրինակ վերջին անգամ վազել եմ մոտ 17 կիլոմետր 2 ժամվա ընթացքում։ Վազելու ընթացքում միշտ երգեր եմ լսում, հիմնականում իմ պլեյլիստերում միշտ վիկենդ է լինում։ Շատ եմ սիրում հաճախել ֆիթնեսակում եւ եթե անգամ չզբաղվեի ֆուտբոլով, կարծում եմ կհաճախեի։ Շեշտը դնում եմ իմ ֆիզիկականի վրա, հիմնականում մեծ քաշով եմ անում, քանի որ դա է օգնում, որպեսզի մկանային զանգված հավաքես, ինձ դա պետք է, որպեսզի կարողանաս մենապայքարներում հաղթող դուրս գալ, դա շատ կարեւոր է կարծում եմ, նամանավանդ պաշտպանների համար։ Հայտնի ֆուտբոլիստներից ինձ համար օրինակ է Սերխիո Ռամոսը, քանի որ նաև իմ դիրքում է խաղում եւ կցանկանայի ունենալ նրա ֆիզիկական վիճակը, քանի որ այդ տարիքում նա կարողանում է 90 րոպե նույն տեմպով ֆուտբոլ խաղալ եւ առանց սխալների, դա կարծում եմ նաև իր ֆիզիկական լավ պատրաստության շնորհիվ է։ Քաղաքի աղմուկում կամ մութ շշուկներում ցերեկ թե գիշեր ընդմիշտ իմ սրտում։ Այսօր խաղին ներկայացել են ռետրո մարզաշապիկներով։
Դաշտ դուրս եկանք Վանի դեմ աղին Արարատի ռետրո մարզաշապիկներով, որը նվիրված էր Արարատ 73-ի 50-ամյակին, որտեղ Արարատ 73-ը 2-1 հաշվով կարողացավ հաղթել Դինամո Կիևին։ Եվ այսպես Քրիստոֆեր Բոնիֆեյս արված գոլ։ Բանը հաշվում է առաջացնում 1-0։ Մեր խաղում էլ նույն կերպ դասավորվեց, ինչ սցենարով, ինչ որ Արարատ 73-ի սցենարն էր, մենք գոլ բաց թողեցինք, հետո կարողացանք 2 գոլ խփել եւ կամային հաղթանակ տոնել։ Արարատը անագորեն հավասարեցնում է հաշիվը։ Խաղում ենք առանց ազգանունների, առանց որևէ հովանավորչական նշանների, բոլորը դրան եւ ֆեդերացիա եւ մեր գործընկեր հովանավորները դրան ըմբռնումով մոտեցան եւ մենք այդ օրը խաղացինք այդ առանց գովազդների մաքուր այսպես մարզաշապիկով եւ բավական լավ արձագանքներ ստացանք։ Պետք է պայքարի Լեռնո գոլ։ Դա ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է մարզաշապիկը կրելը եւ նամանավանդ այդ խաղում հաղթելը։ Հոգեբանական խնդիրներ եղավ մեծ սովետական միության առաջնությունից հետո միանգամից տեղափոխվել Հայաստանի առաջնություն խաղալ, բայց ամեն դեպքում ինչ ունեինք ու մենք պատրաստվեցինք Հայաստանի առաջի առաջնության անկախ Հայաստանի, ճիշտ է այդքան էլ հաջող չստացվեց Արարատի համար առաջի տարին 92 թվականի, բայց հետագայում թիմը արդեն հավաքվեց եւ 93 թվականին, ես ինչի համար եմ նշում, ցավոք սրտի ու միջ այսօր առաջի եւ վերջի անգամ դարձանք Հայաստանի չեմպիոն Արարատը։ Ես ֆուտբոլը սկսել եմ Արարատ ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմերից ու մինչև բարձրագույն խումբ, առաջի թիմ եւ իմ համար անկախ նրանից թե ես որտեղ կաշխատեմ, ինչ կանեմ, Արարատը իմ համար մնում է համար մեկը։ Մեկ տարիա պատրաստվել ենք այս նոր երկու խաղադաշտը, որոնք ինչպես տեսնում եք բավական լավ որակներ ունի, կարծում եմ մեծ օգուտ կտա եւ առաջադիմություն կունենան մեր ֆուտբոլիստները նման պայմաններում մարզվելու, խաղալու, որը շատ կարեւոր է իհարկե մարզման process-ի համար։ Ունենք ծրագրեր, որ եւս մեկ արհեստական խոտածածկով դաշտ ավելացնենք, քանի որ արհեստական դաշտը ստեղ կլիման մի քիչ ավելի սառն է։ Ունենք մեկ արհեստական խոտածածկով մարզադաշտ, բայց քանի որ երեխաների հիմա հոսքը շատանում է, քանակը շատանում է, ունենք այդ կարիքը թե առաջի, երկրորդ թիմի համար, թե մանկապատանեկան թիմերի համար։ Մրցաշրջանից առաջ մենք քաղաքականությունը ակումբը մի փոքր փոխեց, ավելի երիտասարդներ ներգրավեցին կազմում։ Դա իհարկե իր եւ բացասական եւ դրական կողմերն ունի։ Բացասական կողմերն է, որ երիտասարդները անփորձ են, խաղեր կան շատ բավական լավ են խաղում, խաղեր կան, որ պետքա հաղթենք, չեն կարողանում փորձի պակասի պատճառով այդ փորձը իհարկե գալիս է խաղից խաղ։ Կարծում եմ արդեն շատ մոտ ապագայում ավելի կայուն թիմ կունենանք, բայց շատ հեռանկարային թիմ ունենք, հեռանկարային ֆուտբոլիստներ ունենք
այդպես շարունակելու ենք այս մրցաշրջանին, պատրաստվելով արդեն նոր մրցաշրջանի համար։ Петрозаводск. Ваш прогноз? Арарат 2-0. Арарат 2-0. Я приехал из Запорожья. И как вы думаете? Киевляне 2-1 или 3-1? Арарат выиграет. Почему? Потому что мы так думаем. Спасибо. Я думаю, что выиграет сильнейшая команда. Я прибыл из Сибири. А вы? А я из Тамбова. А вы? Я из Одессы. Ваш прогноз? Я думаю, что ереванцы победят. А вы? А мне кажется, киевляне. А вы? Я болею за Киев, должен победить. Я приехал с Брянска. Я думаю, что результат будет в пользу Динамо. 2-0. А я сам москвич, но я болею за киевское «Динамо», потому что за последние 10 лет киевская «Динамо» — это самая стабильная команда в нашем советском футболе. Поэтому она сегодня выиграет точно. Положим кубок в Кавказе попасть. Результат 2-0 в пользу Киева. Я приехал с Донецка, учусь в Москве. Думаю, что киевляне выиграют со счетом 2-1. Я с Краснодара. Как вы думаете, какой прогноз сегодня? Прогноз у меня на Арарат. Его трудолюбие и равномерность игры во всем сезоне позволяет так мне быть при таком мнении, что Арарат. И второе мое желание. Результат будет 2-1 в пользу киевского «Динамо». А вы откуда сами? Из Кузбасса, с Кемерово. Я москвич. А как вы думаете, какой будет результат? 3-0. Кто выиграет? Киев. У нас в Армении есть город Арарат. В город Арарата я приехал. Болею Арарату. Матч будет упорный, но Арарат будет выиграть обязательно. Обязательно. Ну, конечно, болею за киевлян. Вы откуда приехали? Из Иванова. А родом вы откуда? Родом с Грузии. Какой ваш прогноз на сегодняшний день? Прогноз сегодня победит Арарат. Если сегодня Арарат выиграет, то он сделает дубль. Спасибо. Чемпионом будет. А вы откуда приехали? Я прибыл с Улан-Удэ, с Бурятии. Какой ваш прогноз на сегодняшний финал? Прогноз 2-1 в пользу Арарата. Идет финальный матч на Кубок Советского Союза. Вспомним решающие этапы этого поединка. Динамовцы Киева получили право на 11-метровый. Бьет Колотов. Мяч в центр. Накал игры не ослабевает. Кажется, что все уже потеряно. Вот сейчас прозвучит финальный свисток и на 89-й минуте Иштаян добивается успеха. Счет 1-1. Если основное время сегодняшнего финального матча на Кубок СССР закончится в ничью, то будут даны 2 дополнительных тайма по 15 минут каждый.
единый стадион со своей электростанцией, такого еще не бывало. Дается добавочное время. И снова Иштаян выводит свою команду вперед. Художественная дипломация. Новый вид народного творчества. Թերևս լավագույն հնարավորությունը այս խաղակեսի սկզբում Հանձոնգոն ունեցավ։ Շաղոյանը հիմա այսպիսի փոխանցում է կատաժում եւ Արարատը գրավում է դարպասը։ Յայա Սոգոդոգո կրճատում է հաշվի տարբերությունը։ Իսկ Ժիրար Շաղոյանի այս փոխանցումը ուղղակի անհասկանալի է։ Մանավանդ որ բոլորիս հիշողություններում դեռ թարմ է Պորտուգալիա-Հայաստան մրցավեճում Սերոփյանի նման հետ փոխանցումը եւ դա ինչի հանգեցրեց, հա տեսեք Շաղոյանի փոխանցումը Մալիսի համար դժվար էր, սպասեց որ Ներսեսյանը գա առաջ, բայց Ներսեսյանն էլ չկողմնորոշվեց։ Այո, Արարատ Արմենիան կարծես ձանձրացավ ու ինքն իր դարպասին գոլ բերեց։ Բրավո նաեւ Սոգոդոգոյին համառության համար պայքարեց մինչև վերջ ու առաջ անցավ եւ Մալիսից եւ Ներսեսյանից։ Միգուցե այստեղ Մալիսը չպետք է թողներ դրվագը
Ներսեսյանի ուսերի գնար հեռացներ, միգուցե Ներսեսյանը մի փոքր ուշացավ բարդ է ասելը։ Ամեն դեպքում Արարատը երկարատը թույլ էր փոխանցումը, բայց գնդակը ասավ։ Արարատի ֆուտբոլիստին Արթուր Գրիգորյան քիչ անց կրկնակի փոփոխություն կտեսնենք Արարատի կազմում։ Ասլանյան բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ եւ գոլ։ 1-0 Արարատը բացում է խաղի հաշիվը եւ Ուատարան է աչքի ընկնում դարպասի գրավմամբ։ Լավ եզրափակեց գրողը։ Ցատկեց Սերգեյ Միքայելյանը, բայց իր թիմին փրկել չկարողացավ։ Արամ Ասլանյանի փոխանցումից հետո այսպես նուրբ գնդակին Ուատարան գլխով էլ չարթացեց, հետաքրքիր եզրափակում էր, ինչ խոսք։ Սովորաբար նման ոճով կրծքով գնդակ են կասեցնում ֆուտբոլիստները, ոչ այս կրկնապատկերից արդեն այլ բան երևաց։ Այո, ամեն դեպքում գլխով արվածեց Ուատարան։ Նախորդ կրկն Ընդհանրապես երկրորդ խաղակեսում Սարդարապետը դեռ չի անհանգստացրել մրցակցին։ Նետում է Արարատինն է։ Հրավներ փոխանցումը 2-0 մի անգամից։ Էրնեստ Կակուն գնդակը մտցրեց խաղի մեջ Դումբիային։ Ազատ էին թողել Տուգանային հրապարակում, թերացան Սարդարապետի ֆուտբոլիստները եւ Քալիֆա Դումբիան խփում է Արարատի երկրորդ գոլը։ Այսպես շատ հարմար առավելություն է ստանում Ալբերտ Սաֆարյանի գլխավորած թիմը։ Խորհրդ անգամ մեկ խաղում 2 գոլ Արարատը խփել էր 9-րդ տուրում։ ԲԿՄ-ի դարպասն էր, 2 անպատասխան ԲԿՄ-ի դարպասն էր 2 գնդակ ուղարկել, բայց ոչ թե անպատասխան, այլ պատասխան, որովհետև այդ հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով։ Շատ բարդ իրավիճակում է հայտնվում Սարդարապետը։ Ահա կրկնապատկերը շատ հանգիստ Էրնեստ Կակուն ուղարկեց գնդակը Դումբիային, անուշադիր էին Սարդարապետի ֆուտբոլիստները եւ Դումբիան էլ այսպիսի դիրքից չվրիպեց։ Վերջին հաղթանակը Արարատյան։ Մուսա Կանտե, Լուլուկյան, Լուլուկյան մոտենում է Տուգանային հրապարակին, արվածում է գոլ։ Գոր Լուլուկյանի գոլը 3-0 Արարատը հաղթում է խոշոր հաշվով։ Շատ գեղեցիկ արված էր Գորի կողմից։ Միքայելյանը ոչինչ անել չէր կարող, գնդակը պտտվեց եւ հայտնվեց դարպասի վերին ինյակում։ Սպասենք կրկնապատկերին վայելենք։ Գորի գոլը։ Ահա, այսպես մոտեցավ եւ որոշեց արվածելու իրոք, անկասելի արված էր Լուլուկյանի կողմից։ Ուսականտեից ստացավ գնդակը Լուլուկյանը։ Խաղում է ձախից Պետիկ Մոստեղ Օսկարյանը շատ գեղեցիկ խաղաց եւ արժանացավ ծափահարությունների երկրպագուններից։ Արարատը շարունակում է գրոհը։ 1-2 հաշվի տարբերությունը կրճատված է։ Կալիֆալա Մամադու Դումբիա մտավ փոխարինման եւ հաշված րոպեներ անց գրավեց ԲԿՄ-ի դարպասը։ Սա Դումբիայի առաջին գոլն է ընթացիկ առաջնությունում եւ Արարատը վերջապես գոլ է խփում, նախորդ 2 խաղերում դա չէր ստացվել եւ սառույցը կոտրված է։ Ինչ պատահեց, ԲԿՄ-ն լավ էր սկսել իր գրոհը, Ասկարյանի գործողությունը տպավորեց, հիմա տեսնում ենք միայն վերջին հատվածը, Սոգոդոգոն գոլային փոխանցման հեղինակն է, տեսեք շրջանցեց եւ Սարգսյանին եւ Առաքելյանին, իսկ Արգիշտի Պետրոսյանը չկանգնեցրեց մրցակցի հարվածը,
լավ համագործակցություն էր, այնիշ պակասում էր Արարատին եւ հաշիվը դառնում է 1-2։ Կարևոր էր, շատ կարևոր էր արագ գոլը Մուստաֆա եւ այսպես Արարատը ոգևորության ալիքի ներքո կարող էր նաեւ երկրորդը խփել։ Մուստաֆան դժգոհ է թիմակցից, որը ըստ նրա պետք է այլ շատ վստահ եւ ներդաշնակ ֆուտբոլ է խաղում այսօր Անդրանիկ Հակոբյանը։ Պաշտպանը դիրքային պայքարում գրոներ սկսելիս Սոգոդոգո 2-2 հաշիվը հավասարվում է։ Արարատը վերականգնում է հավասարությունը եւ Սոգոդոգոլ տեսանք հիմա դաշտի տերերի կողմից ինչ արված էր։ Վերականգնվում է այն կարծիքը, որ Արարատը հասարակ գոլեր չի խփում եւ գրեթե միշտ նման տպավորիչ հարվածներով է դա ստացվում։ Սոգոդոգո գոլային փոխանցմանը ավելացնում է գոլ։ Այնքան ճնշեցին, այնքան գրոհեցին, որ եղավ գոլ եւ քիչ առաջ նշվեց, որ պետք է նաեւ հերվից հարվածները Արարատին, վերջապես դա տեսանք։ Ասկարյանը կենտրոնում կորցրեց գնդակը, այդ դրվագը Գրիգորյանը խլեց Արարատի ավագը եւ գնդակով եկավ կենտրոն, Առաքելյանն էլ փորձեց խանգարել, չստացվեց եւ անարգել կատարեց այս հարվածը Արարատի կիսապաշտպանը։ Յայա Սոգոդոգո եւ ուշագրավ է, որ Անդրանիկ Բարիկյանը որպես ֆուտբոլիստ Շիրակի կազմում խաղալիս 19 գոլ է խփել Արարատի դարպասը, դիմակայության գլխավոր ռմբարկուն է։ Փոխանցում դեպի Հանձոն գոլ, Արարատը հավասարեցնում է հաշիվը շատ արագ, Գյումրիում իրավիճակը անչափ թեժ է եւ զարգացումները միմյանց հերթ չեն տալիս։ Հանձոնգոն գրավում է Շիրակի դարպասը, առաջին գոլը նրա համար Երևանի Արարատի կազմում։ Չհասցրեց Շիրակը լիարժեք, լիաթոք ուրախանալ եւ ստացավ պատասխանը։ Տեսեք փոխանցումը Ֆոֆանայի եւ Հանձոնգոյի արագացումը գերազանց բացվեց, փոխանցումն էլ հրաշալի էր, չհասցրեց արձագանքել Սոկրատ Հովանեսյանը, կենտրոնը լրիվ դատարկ էր Շիրակի եւ Արարատը հակագրով պատժում է, դատապարտում է մրցակցին։ Դեռ 14 րոպե չի անցել խաղի մեկնարկից եւ արդեն մեկական գոլ են թիմերը խփել։ Հանձոնգոյի արագությունը տպավորիչ էր, շատ ճիշտ բացվեց ու եզրափակեց 1-1։ Շիրակը Արարատ, այսպես ֆուտբոլին կարոտած են վերադարձել։ Կրկին ազատ գոտիներ Շիրակի հենակետային գոտում Գրիգորյան, Թարլոյանը արագորեն նահանջեց, կրկին օգնում է Փահլևանյանին, Հանձոնգո, Կանտե, մինչև գնդակ ընդունելը տեսավ, որտեղ են թիմակիցները, Կանտե, Մուսա Կանտե, փառահեղ հարվածով դառնում է գոլի հեղինակ։ Արարատի ֆուտբոլիստները շարքային գոլեր չեն խփում, հիշում ենք նախորդ տուրում Մեյտեի գլուխ գործոցը, հիմա իր մասին խոսելու առիթ է տալիս Մուսա Կանտեն, շքեղ հարվածով հասնում է հաջողության Արարատի կիսապաշտպանը, երկրորդ գոլը ընթացիկ առաջնությունում ու երկրորդ հրաշալի գոլը նրա կողմից։ 2-2 գերազանց խաղի ենք հետևում, այսօր երկրորդ անգամ Արարատը հավասարեցնում է հաշիվը եւ Կանտեի խաղը տեսեք ինչպես հարմարեցրեց գնդակն իրեն իր աջ ոտքին եւ հզոր արված այնտեղ մրցավարն էլ կարծես ապակողմնորոշեց Սերգեյ Մանուկյանին, հետո մի փոքր այն կողմ գնաց Մանուկյանը, բայց Կանտեն ամեն ինչ հաշվարկել էր, միջև գնդակ ստանալը նայեց այն կողմ, տեսավ ով որտեղ է եւ եզրափակեց իր ուրույն ոճով, ահա նրա հզոր արվածը եւ Սոկրատ Հովանեսյանը ոչինչ անել չէր կարող։ 2-2 Գրիգորյանն է գնդակի մոտ, հարցից փոխանցում Տուգանային հրապարակ, հարված գոլ 1-0, Արարատը բացում է խաղի հաշիվը, Հաջի Իսա Մուստաֆա ստանդարտը օգնության ացավ Ալբերտ Սաֆարյանի գլխավորած թիմին եւ Գրիգորյանի փոխանցումից հետո երկրորդ հարկում մրցակցի խաղացողների համար անհասանելի դարձավ Արարատի կենտրոնական պաշտպանը։ 1-0 Մուստաֆան բացում է խաղի հաշիվը։ Շատ բարձր ցատկեց
Եվ գլխի դիպուկ հարվածով գրավեց Պինտուի պաշտպանած դարպասը։ Աչքաթող էին արել Մուստաֆային։ Արարատը Արմենիայի խաղացողները։ Գրոեց Արարատը Արմենիան, բայց գոլ խփեց Արարատը։ Նախորդ 3 խաղերում Խանցում աչ եզեր կամոb Եվ Արարատն է հակագրոհում Մեյտե որոշում է հեռվից արվածել և գոլ! Ադամա Մեյտե ֆանտաստիկ շքեղ արվածով գնդակն ուղարկում է Պինտուի դարպասը Եվ որքան ժամանակ ուներ Պինտուն վերադառնալու համար Մեյտեն կասեցրեց գնդակը, բարձրացրեց գլուխը, ուսումնասիրեց մրցակցի դարպասապայի դիրքը մի փոքր սպասեց և նոր արվածեց, բայց ինչ կատարյալ արված էր Ֆենոմենալ գոլ է խփում Ադամա Մեյտեն 2-1 Արարատը կրկին հաղթում է դերբիում Որքան հանգիստ ամեն ինչ արեց կարծես թե 11 մետրանոց էր Մեյտեի համար կենտրոնից կատարած արվածը Մուսականտե Արվածի դիրք է փնտրում, արվածում է Մուսականտեն և գոլ 1-1 Արարատը հավասարեցնում է խաղի հաշիվը Շատ երկար նախապատրաստվեց այս արվածին Մուսականտեն Շրջանցեց մեկ ֆուտբոլիստի հետո Էլի որոշեց չարվածել մի փոքր էլ մոտեցավ դարպասին և անկասելի արվածով գրավեց Լոբուսովի պաշտպանած դարպասը Կանզասարի դարպասապահը նույնիսկ հպվեց գնդակին, բայց փրկել չկարողացավ ահա կրկնապատկերը այստեղ Վահագն Հայրապետյանին անցավ հետո Տարոն Ոսկանյանին և միայն դրանից հետո արվածեց Շատ գեղեցիկ գոլ էր Ինչի տարածությունից հրաշալի հարվածով բայց այս հանդիպման երկրորդ գոլը Մուսականտեն Միգուցե կարող ենք ասել, որ այնքան էլ լավ դիրքում չէր Լոբուսովը առաջ էր կանգնած Սակայն չօգտագործեց իր հնարավորությունները Կանտեն 3-4 փորձ ունեցավ հաղթեց դիրքային պայքարում երբ է լինելու հարվածը և հիմա և 2-4 է դառնում հաշիվը Կիասփոլ Բահը ի վերջո պարգևատրվում է իր այս մեծ նվիրվածության համար և գործադրած ջանքերի համար Որքան ակտիվ էր նա այսօր Բարձրահասակ, արագ Տեխնիկապես նաև լավ պատրաստված շահեց դիրքային պայքարում հա Սամսոնյանի խորքից փոխանցումը թվում էր Փիլոյանը Գերազանցել է արդեն, բայց Բահը համառ էր և այսպես դիրքը շահեց, հետո նորից գնդակին տիրեց և գոլ խփեց նրա համար 4-րդ գոլն ընթացիկ առաջնությունում Նորից Արարատը գոլ խփում է ամեն դեպքում խաղի վերջնամասում Մի քանի անգամ Մատինյանն էլ այսօր փրկեց և դրանից հետո երկրորդ կեսի սկզբում Արտեմի Գունկոն հաշիվը դարձրեց 2-1 Եվ այդ պայից ի վեր Ուրարտուն ամբողջությամբ վերահսկում է խաղը Իսկ հիմա Ջոնան ագրեսիվ է տրամադրված նման դրվագներում նա արագացումներ է կատարում և փնտրում է իր շանսը գոլ խփելու Կանտե Մուսականտե Խելահեղ արվածով դառնում է գոլի հեղինակ 2-1 Արարատը առջևում է հաշվի մեջ Շշմեցուցիչ հարված Մուսականտե
Եվ Արարատը պատժում է մրցակցին։ Պատժում է չիրացված բազմաթիվ պայերի համար։ Իսկ Կանտեն ցույց է տալիս իր վարպետությունը։ Ֆենոմենալ արված 6-րդ գոլը ընթացիկ առաջնությունում Կանտեի կատարմամբ։ Շոկի է ենթարկում Վանին Արարատը այս գոլով։ Տեսեք ինչ արեց, առանց դիմադրության գնդակը ընդունեց, ուսումնասիրեց։ Նոր էր խաղադաշտից հեռացել Էմանուել Ջոնը, հենակետային գոտին բաց մնաց եւ սա էլ այն ռիսկն էր, որին գնացել էր Վանը։ Օկոնկվոն ուշ դիմավորեց եւ Կանտեի հարված Արսեն Բեգլարյանը աջ անկյունում էր մնացել եւ լրիվ դատարկ էր թողել ձախ անկյունը։ Չէր սպասում այսպիսի հարվածի եւ գնդակի հետագիծը ինչպես իջավ վերջում իդեալական էր ամեն ինչ հաշվարկել Կանտեն 2-1 Մոսկվա Լենինի անվան մարզադաշտ Մասլովը մտահոգ է Արարատցիները կարդար Դաշտ են ելնում սովետական միության էքս-չեմպիոններ Վորոշիլովգրադի Զարյան և Երևանի Արարատը։ Խաղը հեռուստատեսությամբ դիտում են միլիոնավոր ֆուտբոլասերներ։ Хозяйство Киевом лежит в Ворошиловградской команде. Говорят, действует побыстрее и поточнее. Да и счет уже 1-0. И что я сыграл не точно. И вот ошибка. Опасный момент. Ворота пустые. Удар. 1-1. Вот так и бывает. Бондаренко, Андреасян, Маркаров. И, конечно, воодушевленные успехом, ереванские футболисты сразу пошли вперед. Уже с пятером атакуют. Свисток был штрафной, бьет Заря. Арарат сильная команда, она способна решать большие задачи. У ереванцев немало отличных исполнителей. Они любят атаковать, но и не забывают об обороне. К сожалению, после триумфального 1973 года, когда команда завоевала первенство и кубок, Арарат сдал свои позиции, расстался со своими титулами, хотя, повторяю, команда может и умеет играть в настоящий футбол, может показывать игру высокого класса. Ереванские мастера умеют непринужденно обращаться с мячом, у них хорошая скорость, техника, и действуют они разнообразно, любят импровизировать. Васильев сейчас бросает мяч из-за боковой, мяч у Кузнецова. Вариант ворота. Футболисты Зари как-то сникли. Мартиросян. Вот опасный момент. Гол! 2-1 Маркаров выводит свою команду вперед. Мартиросян навесил мяч на штрафную площадку. Вот здесь прыгнул
Андреасян. Маркаров принял мяч и все-таки в борьбе с защитником успел послать мяч в нижний угол ворот. Арарат вышел вперед 2-1. Да, Арарат выиграл со счетом 2-1 у Ворошиловградской «Зари». Сейчас состоится торжественный церемониал награждения. Քաղաքի աղմուկում կամ մութ շշուկներում ցերեկ թե գիշեր ընդմիշտ իմ սրտում
Մենք այսօր պաշտոնապես տալիս ենք Արադ 73-ի 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Ունենալով այդպիսի արխիվ, ես գտնում էի ճիշտ, որ անպայման ինչ-որ ձևով ցուցադրվի։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ այստեղ այսօր այս միջոցառմանը մասնակցելու համար։ Հույսով եմ եւս մեկ անգամ կարողանաք վերապրել այդ պատմական հաղթանակը։ Մեր ակումբին ասեմ, որ մեր ակումբի համար շատ կարևոր եւ առաջնային է մեր ֆուտբոլիստների առողջությունը, այդ իսկ պատճառով մենք սկսում ենք համագործակցություն Հայաստանի իմ կարծիքով լավագույն բժշկական կենտրոններից մեկի Best Life-ի հետ։ Այդ համագործակցության շրջանակներում մեր ֆուտբոլիստները հետազոտություններ են տարբեր անցնելու եւ մեր ֆուտբոլիստների առողջությունը կարելի ասել վստահվել է Best Life բժշկական կենտրոնին։ Արարատ ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկն է եւ մեզ համար մեծ պատիվ է, որովհետեւ ֆուտբոլային ակումբը մեզ է վստահել իր մարզիկների, ինչպես նաեւ անձնակազմի բժշկական օգնությունը, նրանց առողջությունը, նաեւ ֆուտբոլային ակումբի խաղերի ժամանակ մշտապես ներկա է գտնվում մեր շտապօգնության մեքենան, երևի թե ամեն ինչ սկսվեց շտապօգնության մեքենայի խաղերի ներկա գտնվելուց։ Ես համոզված եմ, որ այս համագործակցությունը մեզ հաջողություն է բերելու նաև դաշտում, քանի որ առողջ մարզիկները ավելի առողջ եւ ավելի լավ որակյալ ֆուտբոլ են խաղալու, ցուցադրելու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Best Life բժշկական կենտրոնի ղեկավարությանը, ինչպես նաև Բժիշկների ազգային պալատի նախագահ պարոն Վանեսյանին, այս հնարավորությունը նրա միջնորդությամբ է եղել եւ համոզված եմ, որ ամեն ինչ ստացվել է մեր մոտ։
եւ հստակ պատկեր այս պահին մենք ունենք միայն առաջատար եռյակի վերաբերյալ, այսպես ասենք, Արարատ-Արմենիա, Փյունիկ կամ նույնիսկ առաջին երկու տեղում գտնվող թիմերի։ Արարատ-Արմենիան 15 խաղից հետո կրկնում եմ ունի 40 քանի ամիս է ինչ Փյունիկը հրաշք ֆուտբոլ է ցուցադրում, վտանգավոր է հիմա Դեբլեն կարող է բացել աշխիվը եւ գոլ։ Ինչ մեկնարկ Սերժ Դեբլեն ամպրոպանամբ երկնքում որոտաց եւ Փյունիկը ձախողվեց պաշտպանությունում, ով չկարողացավ հասնել գնդակին 11-րդ րոպե ու Արարատը Սերժ Դեբլեի ջանքերով առաջ է անցնում աշխվի մեջ։ Այո, անսպասելի էր, ոչինչ, ոչ մի տրամաբանություն չէր ուշում, որ կարող է ընդհանրապես գոլ գրանցվել առաջիկայում։ Ոչ ճնշում կար երկու թիմի կողմից, ոչ էլ վտանգավոր պահերը վտանգավորին մոտ պահեր։ Եվ այսպես սխալի Սերժ Դեբլեն մրցակցի ու կարողացավ առաջ մղել իր թիմին։ Դմիտրի Պոպուլիչի փոխանցումը Տուգանային հրապարակ եւ միգուցե Բրունո Նասիմենտոն կարծում էր, որ թիկունքում թիմակիցն է, ոչ թե Սերժ Դեբլեն, իհարկե սա արդարացում չէ, հա տեսնում եք։ Չեմ կարծում, որ այստեղ ասածս իրականություն կարող է լինել։ Բրունո Նասիմենտոյի հետ ընդամենը 1-2 վայրկյան առաջ Սերժ Դեբլեն պայքարում էր եւ Փյունիկի կենտրոնական պաշտպանը պետք է հասկանար, որ Դեբլեն մոտակայք սխալ դիլ կընտրեց, ճիշտ չցատկեց, հերվում, վտանգավոր է հիմա 2-0։ Ստանիսլավ Բուչնևի կոպիտ սխալը գոլի արժեք է ունենում եւ Արարատը արդեն 2-0 հաշվով է աղթում։ Սերժ Դեբլե գերազանց է 14-րդ րոպե եւ Արարատը արդեն 2-0 հաշվով է աղթում։ Դեբլեն ու Պիչախչյանը կկախառնում են այս գոլից հետո եւս, թե ոչ։ Կրկնապատկերը Պոպուլիչ Խուան Բրավոն գդակ ուղարկում է Տուգանային հրապարակ, Բուշնևը սխալվում է, Մուսալովի մեջքին է դիպչում գնդակը եւ անդրադարձից հետո Սերժ Դեբլեն գրավում է դարպասը Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի պաշտպանած ու աշխիվը դառնում է արդեն 2-0։ Իսկ Սերժ Դեբլեն նորից Արությունյան շատ լավ փոխանցում էր, Մուսալովը Տուգանային հրապարակում է, Երմակովն է երկրորդ փորձից կարողանում վերցնել գնդակ Եղիշե Մելիքյանի թիմի համար, չնայած շարունակում են Արարատի խաղացողները գրոհել Պոպուլիչ, Դեբլեն 3-0։ Հետրիկ է ձևակերպում Սերժ Դեբլեն եւ սա արդեն նման է հաղթանակի։ Չեմ շտապում իհարկե, դեռ շատ մեծ խաղաժամանակ կա ու դեռ կարելի է հետ բերել գործածը, բայց այսօր Փյունիկը իրեն նման չէ։ Արարատը եւս իրեն նման չէ, այսպիսի խաղում Արարատը տեսնում եք ինչ է անում։ Ու նորից Փյունիկի խաղացողների սխալը Սերժ Դեբլե, Իվան Դիասը խաղաց Դեբլեն Պոպուլիչին ու ինչ փափուկ փոխանցում։ Դեբլեին վերջինս էլ ռմբահարում է Բուչնևի դարպասը ու ռմբարկուների ցուցակում բարձրանում առաջին տեղ։ Եղիշե Մելիքյանի ստեղծած ամուր թիմը 20 րոպեի ընթացքում քանդեց Պիչախչյանը։ Բայց գոյություն ունի արդյունք կոչվածը եւ սխալվում են այստեղ եւ մեկ գնդակ հետ բերել չի ստացվում, ձեռքով չխաղաց արդյոք Մկոյանը, ոչ։ Ուղարկը դեպի Էդգար Մալաքյանը, Մարկարյանը շատ լավ գործեց, վտանգավոր կարող է կրկին ստացվել, Ժիրայր Մարկարյան եւ հարվածային դիրքում հայտնվել չստաց։ Խանցում եւ մեկ գնդակ հետ է բերում Փյունիկը։ Ուգո Ֆիրմինոն դառնում է գոլի հեղինակ ու այլապես ընդմիջումից հետո ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու։ Սխալվեց Ժիրայր Մարկարյանը, իրքային սխալ։ Այստեղ ու չկարողացավ երկրորդ հարկում պայքար առաջարկել Ուգո Ֆիրմինոին, իսկ վերջինիս հարվածը դիպուկ էր ու Երմակովից գրոհում վտանգավոր կարող է ստացվել Հարությունյան, ազատ տարածություն ունի Հարությունյան եւ Երմակով տվեց պատում կանգնած խաղացողներին Հարությունյան շատ վտանգավոր էր ու թվաց թե գնդակային վատ տարբերակ չէր Ալիկ Արաքելյան 2-3-ի դիմաց Արաքելյան արվածում է Փյունիկը հիմա շատ ծանր իրավիճակում է
անպարտելության խաղերի շարքը կարող է ընդհատվել, վտանգավորը գրոհ է Իվան Դիաս, փոխանցում է կատարում Դիասը, գոլ։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում, երկրորդ րոպեին կարողանում է Արարատը ևս մեկ գնդակ ուղարկել Փյունիկի դարպասը եւ արդեն հաղթում է 4-1 հաշվով Իվան Դիասը, ժլատություն չարեց, փոխանցում կատարեց ու Դմիտրի Պոպուլիչը կարողացավ շրջվել ու գրավել դարպասը, կրկնապատկերն ենք տեսնում, մինչև վերջ երևում էր, որ Դիասը փոխանցում է կատարելու։ Եվ այստեղ էլ Պոպուլիչը ստացավ գնդակը, պտտվեց ու գրավեց դատարկ դարպասը։ 4-1 եւ Արարատը նորից 3 գնդակի առավելություն ունի։ Հիմա արագորեն անդրադառնանք մեկնած տարածություն ունի իր առջև Էդգար Մալաքյանը, շտապեց, բայց Դեբլենը հիմա գնդակով հարվածում է Դեբլեն եւ Բուչնև գնում է դեպի պոկեր, ուշադրություն Կասուլիչը, Վարդանյան, վտանգավոր է, վտանգավոր է եւ գոլ, 5-1 է դառնում հաշիվը եւ Արարատին կարող ենք շնորհավորել հաղթանակի կապակցություն։ Փյունիկը այսօր ձախողվեց։ Փյունիկը այսօր բոլոր առումներով ձախողվեց։ Մալաքյանի հարվածը Բուչնևի կոպտագույն սխալ է եւ Ալիկ Առաքելյանը հաշիվը դարձնում է խոշոր, ավելի խոշոր։ Ձախից կա լավ տարբերակ, Ժիրայր Մարկարյան, որոշեց հարվածել Մարկարյանը, հնարավորություն կստանա։ Հարվածը հետևում եւ գոլ։ Դմիտրի Պոպուլիչ 6-1 է դառնում հաշիվը։ Քարուքանդ է անում Փյունիկին պարզապես Արարատ։ Չգիտեմ ինչ է կատարվում Փյունիկի մոտ, կարծում եմ արդեն Փյունիկի խաղացողներն ու երկրպագուները երազում են, որպեսզի այս խաղն ավարտվի։ Արարատը հենց կարծում եմ այդ չափորոշիչով էլ շարժվում է։ Տուանայից կատարած ուղիղ հարվածով Պոպուլիչը ու հիմա կարող է Փյունիկը հերթական գնդակը բաց թողնել Էդգար Մալաքյան, Թույլ Հարությունյանը իրացում է Տուգանայինը Դակը չի հասնում Փյունիկի խաղացողի Ֆիրմինո ու 11 մետրանոց 11 մետրանոցի իրավունք է վաստակում Փյունիկը նկանն է խախտել կանոնները տեսնենք Արաբայայի փոխանցումը եւ 11 մետրանոց սրայր մկանը բերեց իր թիմի դարպաս գել գոլ առատ հանդիպում Ֆիրմինո եւ գոլ մեկ գնդակ հետ է բերում Փյունիկը, բայց ավելին անել միգուցե ստացվի, բայց խաղը փրկել հնարավոր չէ 2-6 Փյունիկ Արարատ Մինչև խանցում Տուգանային հրապարակ Երմակովն է սխալվում և խաղթում խաղթեցին նրա նկատմամբ կանոնները Արաբայո Ֆիրմինո վտանգավոր է փրկում է Երմակովը Յուրի Գարեգինյանը ու Հենրիկ Նալբանդյանը ավարտում է հանդիպումը Արարատը 6-2 հաշվով ջախջախում է Փյունիկին ու մոտենում վերջինիս իսկ Փյունիկը Best Life այս տարբերանշանով մարզաշապիկներով են այսուհետ հանդես գալու Արարատ ֆուտբոլային ակումբի մարզիկները։ Որակյալ բուժօգնությամբ հայտնի այս կենտրոնը դարձել է ակումբի պաշտոնական բժշկական գործընկերը։
Մեր ակումբի համար շատ կարևոր եւ առաջնային է մեր ֆուտբոլիստների առողջությունը, այդ իսկ պատճառով մենք սկսում ենք համագործակցություն Հայաստանի իմ կարծիքով լավագույն բժշկական կենտրոններից մեկի Best Life-ի հետ։ Արարատ ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկն է եւ մեզ համար մեծ պատիվ է, որովհետեւ ֆուտբոլային ակումբը մեզ է վստահել իր մարզիկների, ինչպես նաեւ անձնակազմի բժշկական օգնությունը, նրանց առողջությունը։ Համագործակցության շրջանակում Արարատի ֆուտբոլիստները իրենց պարբերական բժշկական ստուգումները կանցնեն Best Life բժշկական կենտրոնի նորաբաց պոլիկլինիկայում։ Բացի այդ, ակումբի խաղերի ժամանակ ստադիոնում կհերթապահի Best Life-ի շտապօգնության բրիգադը։ Բուժկենտրոնի տնօրենի կարծիքով նախորդ խաղերի ժամանակ հենց այդ բրիգադի հերթապահությունն է տպավորել արարատցիներին եւ նրանց ընտրությունը կանգ է առել Best Life բուժկենտրոնի վրա։ Երևի թե ամեն ինչ սկսվեց շտապօգնության մեքենայի խաղերի ներկա գտնվելուց, որ հավանաբար ֆուտբոլային ակումբը տեսավ, առիթներ եղել են բուժօգնություն տրամադրելու, ցուցաբերելու, կարծում եմ նաև դա նպաստեց, որպեսզի ֆուտբոլային ակումբը ընտրեն sense մեր բժշկական կենտրոնը։ Տիգրան Ղարաբաղցյանը վստահ է, այս համագործակցությունը նաև խաղային նոր հաջողություններ կբերի Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմին։ Ես համոզված եմ, որ այս համագործակցությունը մեզ հաջողություն է բերելու նաև դաշտում, քանի որ առողջ մարզիկները ավելի առողջ եւ ավելի լավ որակյալ ֆուտբոլ են խաղալու։ Կարապետ Ավագյանը կոչ է անում մյուս բուժկենտրոնների ղեկավարներին հետևել իրենց օրինակին Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու նպատակով։ Best Life բժշկական կենտրոնի եւ Արարատ ֆուտբոլային ակումբի համագործակցությունը հնարավոր է դարձել ազգային բժշկական պալատի աջակցությամբ։ First of all, welcome to Armenia. Please tell me what motivated you to accept this project and to come to Armenian football. Thank you so much. First of all, it's a pleasure are here in Armenia and in Ararat. Really is an amazing pleasure. The challenge is hard, but directly I told to the president, it's an amazing challenge and I want to take that challenge like one of the most important challenges in my life. What are your first impressions of the club, facilities, and I know you have watched the games of players? For me, it's a good surprise because the club have good conditions, good gym, good facilities. The fields are very well. The synthetic, it's a good conditions to training well and do the good job. First of all, second, Yerevan, I know a little bit because it's the second time I stay here in Yerevan. But the good impression for the city in the first impact, I'm happy about that. And when was the first time? First time, I don't know how many years ago, but when we play here against Gandzazar with Servet for the Europa League, I think 10 years ago. But the impression is very good. I think we are here, we start here a new era and a good history. Okay, you have worked in different countries and leagues. How this international experience shaped you as a coach? Yes, I have a lot of experience with the different positions, like a coach, like assistant coach, like a video analyst and physical coach. The last experience like assistant coach in America, South America. But today it's a different role, okay? Because here we have one situation that is not comfortable. We need to change mind of our players. We need to change a lot of things, but we are here with a lot of energy to do that changement. Okay, and what philosophy you want to bring to Ararat? What kind of team can fans expect from you? Yeah. First of all, more than our philosophy, we need to prepare the team for three main goals. Okay. First of all, we need to take the team that situation in our championship because it's not comfortable and 3 points is not enough for our main objectives. First. Second, we need to prepare the team mentally to play and to fight for that cup. Okay. We want to win the cup. It's not easy, but it's not easy in anywhere.
We need to prepare the team mentally to fight that competition also. And in the last main goal for us, prepare the players and develop the players to the next step in your careers. But our philosophy, we need first see the players. Next 2 weeks we need to see to close our group, to see individual performance for prepare the team to fight in each game. Logical, I prefer, I have my main rules, my game model, but first of all I need to see in my hands the players for prepare a game model with more competitive possible to start the second round. Okay, and Ararat has a strong history and passionate supporters. How important this legacy for you, and what is your message to the Ararat supporters? First of all, I need the team to play together for our history, for our CV, because the club have a lot of history behind, and that situation is not the situation we want. We, club, fans, direction, staff, players. I spoke with someone and they don't want that situation. They want to start work fast as possible, because that situation is not a good situation for everyone. For the supporters, I told, first of all, more than speak, we need to work. We need to start to work fast as possible and change that face, because that last image is not good image, and we have 6 weeks to work hard, to work well, for fight for each match, for win in each match we play. Okay, and finally, what motivates you personally as coach, and what do you hope personally to achieve with Ararat? I have a good relation with our management, and really I come here because they invite me, one. But second, I know a lot about Ararat, Yerevan, because in the past we study a lot of your country, your competitions, your club, now our club, and I have that challenge to come here and training that club. And now when I arrived, I feel that energy, that spirit. Here we have something special, and we need to turn that feelings with more energy, more positive energy, to start second round with more positive things. But for that, like I told you before, we need to work more than speak. And I told that for the players, because when we speak, everyone knows when we speak, everyone wins, everyone knows, but we need to fight, and we need to training better than the others for win the matches come. Քաղաքի աղմուկում կամ մութ շշուկներում ցերեկ թե գիշեր ընդմիշտ իմ սրտում։
Վայ, շնորհավորում եմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ես կնքում 16 տարեկանում Արարատի հետ։ Ինչ զգացողություններ ունես դրա հետ կապված։ Շատ մեծ զգացողություններ եմ ապրում Արարատի մարզաշապիկը գրելուց, երբ որ կգրամ արդեն մարզաշապիկը, փորձեմ թիմին օգնել, ավելի շատ հաղթանակներ գրանցելու համար։ Իսկ պատմես մի փոքր ինչպես ես սկսել ֆուտբոլով զբաղվել։ Ֆուտբոլով զբաղվել եմ դեռ Աբովյանի ֆուտբոլային ակումբ կար այդպիսի, մարզադաշտում Աբովյանի, հետո տեղափոխվել եմ Փյունիկի ակադեմիա, այնուհետև արդեն Արարատում, արդեն 3 տարի Արարատում եմ պարապում։ Ու արդեն այս 3 տարում բարձրացել եմ Արարատի լիգայում, արդեն պարապում, շատ ուրախ։ Ինչ նպատակներ ես քո առջև դնում կարճաժամկետ, երկարաժամկետ։ Դե ուզում եմ ավելի բարձրանալ եւ խաղալ Եվրոպայում։ Եվ հուսով եմ, որ Արարատում լավ ինձ կդրսևորեմ, որպեսզի կարողանամ արդեն տեղափոխվել եվրոպական ինչ-որ գրանտակում։ Ինչ ոճի ֆուտբոլ ես սիրում, ով է ֆուտբոլային կուռքդ, ինչ ակումբ ես սիրում։ Սիրում եմ Կրիստիանո Ռոնալդոին, քանի որ նրա աշխատասիրությունն է ինձ դուր գալիս եւ սիրածս ակումբը դա Ռեալ Մադրիդն է։ Եվ կասես, ըստ որոնք են քո ուժեղ կողմերը խաղադաշտում։ Ես ում է արագությունս եւ լավ եզրափակումներս։ Շնորհակալություն։ Սկամբան։ Այսօր Արարատի հյուրն է Մյունխենի Բայերնը, որը արևմտագերմանական հանրաճանաչ թիմերից է։ Արարատցիների առջև լուրջ ու դժվարին խնդիր է դրված։ Մյունխենյան անհաջող ելույթից հետո նրանք այսօր նահանջի տեղ չունեն։ Առաջին իսկ րոպեից Երևանի ֆուտբոլիստները աննահանջ գրոհի են անցնում։ Գնալով ավելի ու ավելի սուր բնույթ են կրում Արարատի գրոհները։ Մյունխենի փորձառու ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ են ետ մղում դաշտի տերերի սպառնալիքները։
Խաղի 34-րդ րոպեին երևանցիները գրավում են հանրաճանաչ Բայերնի դարպասը։ Դա Արարատի համար լուրջ նվաճում է, բայց որքան անհրաժեշտ է նրան երկրորդ գոլը, որը սակայն այդպես էլ չիրականացավ։ Չնայած խաղի այսպիսի ելքին, արարատցիների այսօրվա հաղթանակը հաճելի երևույթ է, որի տպավորությունը երկար կմնա նրա երկրպագուների հիշողության մեջ։ Megint stopira. De még nincs vége. Sőt, támadnak az örmények. Ez is nagy gól. Pobulics kiegyenlít. Utólag azt mondom, az 1-0-val is kiegyeztem volna, kinek kell az a második. Ez is nagy találat. Itt már érezni, hogy nagy a baj. Ő is szemben a kapuval. És itt Kovácsik teljesen tehetetlen. Már előtte is Stopirának kétszer kellett mentenie. Itt nem tudott. Remek lövés. Քաղաքի աղմուկում կամ մութ շշուկներում Ցերեկ թե գիշեր ընդմիշտ իմ սրտում naszych piłkarzy.
Malakian, zobaczmy, raz jeszcze Szramnik i gol! Juan, brawo! Jednak tutaj zła ocena sytuacji, ten prawy obrońca pochodzący z Kolumbii, mierzący 183 cm wzrostu wykorzystał. Bo już Kone, Mori Kone. Jeszcze jest Hakobian i gol! Gol jednak zdobyty w 84 minucie dla zespołu Araratu. Tak więc jeszcze łapią kontra w końcówce tego spotkania piłkarze z Armenii. Ale to wszystko wzięło się z tego, że Garcia traci. No a tutaj jest niby duże zagęszczenie w środku boiska, ale uderzenie gdzieś tak z 20-22 metra. Szromnik zasłonięty, zaskoczony. No jest z dobrej strony dzisiaj, dostając szansę gry od pierwszej minuty od trenera Vardara Bičakčiana. Świetnie teraz Deble, już zagranie do Kone i to się musiało tak skończyć 1-1. Mori Kone. Tak jak powiedziałeś, Bożydar, że musiało się tak skończyć, bo faktycznie tutaj Ararat miał cały czas przewagę. Gra w zasadzie była cały czas tutaj pod polem karnym Śląska. Coraz częściej dochodzili do sytuacji strzeleckich piłkarze z Erewania. No i faktycznie wykorzystali swoją sytuację i Kone strzelił na 1-1. Bardzo dobre zagranie Malakiana, w tempo też zachowanie Kone, który dobrze czytał tę linię spalonego, natomiast gdzieś tam te dwa nieodpowiedzialne zachowania w bocznym sektorze boiska, gdzie ten atak powinien nastąpić bardziej zdecydowany, to spowodowało, że dosyć szybko przetransportowali. Tak, tutaj Mączyński, również Makowski, Sobota, który właśnie wszedł na boisko. No oni tutaj muszą opanować grę w środku. Serge Deble, znowu wyłożenie piłki, tak, to się stało, Deble do Kone, nie obudził się Śląsk po tej bramce i już jest 2-1 dla piłkarzy z Erywania. Powiedziałeś, że Śląsk się nie obudził. Śląsk zaczął spać od 20 minuty praktycznie i od tamtej pory cały czas jest śpiący. I tutaj goście wykorzystują drugą sytuację i robi się bardzo, bardzo nieciekawie w tym meczu. Mówiliśmy o skuteczności Kone, on to potwierdza. Znowu strata w środku, Bobulicz, podanie do Deble, zagranie w tempo, nie zdążył na wślizgu Wojciech Gola i zaczynają się poważne kłopoty dla WKS-u. Oczywiście, a Ormianie będą teraz tutaj też napędzeni tymi golami. Uwierzyli w to, że można tutaj jeszcze nawet i to rozstrzygnąć może na swoją korzyść. Gra w europejskich pucharach temu piłkarzowi tutaj służy i jest skuteczny. Jeszcze odbiór Stanojewicza, Stanojewicz, idą po jeszcze jedną bramkę piłkarza Araratu i trafia Silue. Jest 3-3. Mówiliśmy o tych punktach do rankingu, że należało to spotkanie wygrać, dopisać sobie kolejne gdzieś te punkciki. Natomiast to się widzimy, jak kończy Silue. Bardzo dobra finalizacja tej akcji w 89 minucie. Ararat ma kolejną bramkę. Znowu brak przechwytu w środku pola Mączyńskiego. Znowu dwa prostopadłe podania i to się błyskawicznie kończy wykończeniem tego wszystkiego po dobrym zagraniu Margariana Silue. No i to, co mówiliśmy również tutaj przy tej akcji, przy tej stracie gola, również brakowało tych środkowych pomocników, żeby byli ustawieni bliżej obrońców. No
Քաղաքի աղմուկում կամ մութ շշուկներում ցերեկ թե գիշեր ընդմիշտ իմ սրտում